Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ։ Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց հաղորդագրություն եւ ձայնագրություն այն մասին, թե ինչպես են ձեզ հայտնի ուժերը, մասնավորապես Քոչարյան Ռոբերտի դուստր ձեռնարկությունը Մայր Հայաստան անունով, Գյումրիում փորձում զբաղվել իրենց ավանդական գործով։ Այն է մարդավաճառությամբ ու կամ մարդագնությամբ, երբ որ մարդու ձայնը, մարդու քվեն փորձում են գնել քեշով, փորձում են գնել բնամթերքով, դրանով իսկ նվաստացնելով մարդուն, ոչնչացնելով մարդու արժանապատվությունը, փորձելով ցույց տալ, որ մարդու քվեն, գյումրեցու քվեն իրենց համար ընդամենը ապրանք է, որը կարելի է գնել քեշով։ Ու այդ ձայնագրությունները լսած ցանկացած մարդ, ես վստահ եմ, որ ֆիքսել է հետևյալ արտահայտությունը, այնպիսի մարդիկ են պետք, որ իրանց համար կապ չունի թե ով է։ Կարևորը որ փողը լինի։ Այս մարդկանց հիմնական ընկալումը, այս մարդկանց երազանքներում բնակչության մեծամասնությունը, Էտենա, երբ որ բնակչության մեծամասնությունը այն մարդիկ են, որ իրանց համար կապ չունի թե ով լինի, կարևորը փողը լինի։ Ու այս սկզբունքով տասնյակ տարիներ Հայաստանի Հանրապետությունը կառավարած ուժերը, մարդավաճառության մաստեր կլասներ Հայաստանի Հանրապետությունում ցուցադրած ուժերը որոշել են, որ հիմա էլ 2018-ի հեղափոխությունից հետո էլ իրանք կարող են Հայաստանում զբաղվել մարդավաճառությամբ։ Կարող են գնել մարդուն, կարող են գնել մարդու քվեն, կարող են քեշով վճարել, գնելով օբլիգացիա, որը հետագայում պետքա թանկով հետ բերեն կոռուպցիայով, պետքա թանկով հետ բերեն ատկատներով, պետքա թանկով հետ բերեն երեխաների այդ քաղաքի, այդ երկրի երեխաների ապագան ծախելով։ Հայրենասիրության դասեր տվողները այդ հայրենիքի քաղաքացիներին ընդամենը քեշ են դիտարկում որպես։ Դիտարկում են որպես քայլող պոտենցիալ 5000 դրամ վեկալողներ, որպես պոտենցիալ 10000 դրամ վեկալողներ։ Լավ են, թեժ ընտրություններին կարող է գինը բարձրացնեն մինչև 20։ Բայց իմացածն է, որ այս սրիկաները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն քայլող 5000 դրամանոց տեսնողները Հայաստանի Հանրապետությունում տեղ չունեն, Հայաստանի Հանրապետությունում անելիք չունեն։ 5000 դրամով տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն գնել եք։ Ինչ է կարել դրանից հետո։ Ինչ է շահել այդ 5000 դրամը վերցրած քաղաքացին։ 5000 դրամ, ոչինչ ավելի։ Ինչ եք շահել դուք։ Մեկը Տանզանիայում բուկմեկերական ընկերություններ, չգիտեմ, Հայաստանում անշարժ գույքի մի այնպիսի պարկ, որ չգիտեմ էլ ինչա, Գյումրու բոլոր անօթևանները, դոմիկներում ապրողները այդ անշարժ գույքերում հանգիստ լենուբոլ կապրեին, այ այդքան հարստություն։ Այն մեկը ինչա շահել։ Փեսեն մի քանի միլիարդանոց ռադիոցանցի տերադարել, այդ 5000 դրամով, այդ ամեն ինչը իրանք ձեռք են բերել 5000 դրամով, հասկանում եք, 5000 դրամը տալով, իրանք հետո դարել են միլիարդատեր, որովհետև այդ 5000 դրամը տենց ֆյուչերսի մեջ ներդրում է, էլի սենց ասած իրանց ընկալմամբ, ժողովուրդ ջան։ 5000-ը ձեզ, միլիարդները մեզ, էս է եղել սկզբունքը, բայց այս մարդիկ լավ չեն հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունում այդ էջը արդեն վաղուց փակվել է։ Ու այս տրաֆիկինգի աստվածները պետք է իրանց տեղը լավ իմանան։ Ու ցանկացած մեկով կփորձի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սակարկման առու վաճառքի առարկա դարձնել, այդ մեկը պատասխանա տալու օրենքի առաջ։ Միանշանակ է պատասխան տալու օրենքի առաջ, բայց եթե հանկարծ կա ինչ-որ մեկը այս դահլիճում ընդդիմադիր խմբակցություններից, ով ամեն դեպքում կորոշի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն դեպքում ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, այս 5000 դրամը թողում եմ ստեղ, թող իմանա, որ մենակ իր ձայնն է վաճառվելու։ Մտքերի փոխանակությունն ավարտվեց, պարոն Ալեքսյան, բայց այսօր տիկին Մկրտչյանը հիմա չի գալի դահլիճ, ինչ պետք է անենք։ Կփոխանցեն իրան, կխնդրենք քաղաքավարությունը։ Լավ, քարտուղարությանը խնդրում եմ այս 5000 դրամը վերցնել եւ փոխանցել
Իսկ հիմա շարունակում ենք